Ողջույններ բոլորին, սիրելի հետևորդներ ջան, բարևներ։ Աշխատանքից նոր վերադարձա, առաջի գործը որ անում եմ, մի հատ կոֆե խմեմ, կոֆե։ Վերջացել է, ուրեմն հաջորդը հանեմ։ Անհնար է, ես պետք է նորը ունենայի։ Սա էլ նորը, պատկերացրեք, ես արդեն այս մեկը ամբողջությամբ նոր պետք է բացեմ, այս երկուսը արդեն խմել եմ։ Ասեմ, որ սա էլ է կախվածություն, բայց շատ եմ սիրում այս կոֆեն, իր այդ դառնության համար։ Այն որ հիմա խմեմ, այդ հոգնածությունս անցնի, առավոտ շուտ եմ գնացել, շատ շուտ գործի, գլուխս տրակում է, ջուրայսի եռացել է։ Խմեմ այսօր որոշել եմ ես մի հատ մնամ տունը, սիրելի հետևորդ, մնամ տունը, իմ տան բոլոր գործերը կատարեմ, շատ կեղտոտ է, հիմա ասեմ կեղտոտ է, կասեք մաքուր անազո ջան, բայց դե սիրում եմ այն տեղին մի հատ հավեսին մաքրեմ, մի հատ ճաշ ուտելիք պատրաստեմ, ասեմ եղանակը շատ լավ, տաք, արևոտ եղանակ է, նույնիսկ շոգ, կարող էի գնալ Մասուրի, բայց դե չէ, այսօր գործերս անեմ, վաղը կգնամ Մասուրի, տեսնեմ, պլաններ չկազմեմ, մենակ մի բան գիտեմ, որ այսօր ուզում եմ իմ տան բոլոր անկյուններով տենց մաքրել, տեղը տեղ են, սկսած սառնարանով, այն պատուհանով, վարագույրով, գազօջախով, լոգարանով, ննջասենյակներով, մի խոսքով, պատշգամբով, ամբողջ տեղերը պետք է մաքրեմ, հիմա կասեք Նազո քեզ ինչ պատահեց, բայց գալիս է այնպիսի պա, որ ուզում եմ կեղտոտ է, ուզում եմ տենց լիովին մաքուր լինի։ Մի բան էլ կա, այն որ վերանորոգված չի, ինչքան էլ գործ անում ես, թվում է, որ կողքից նայում են, մտածում են կեղտոտ է, բայց դե դա էլ կլինի, ես չեմ նեղվում, չեմ մտածում։ Լիլիթը դեռ դպրոցից չի եկել։ Ինչու՞ չէ, նաև կարելի է այսօր մազերս էլ ներկեմ։ Կամ էլ լավ չէ, թող մնա, մի 2 օրից կներկեմ, թող մնա։ Ամսի 12-ին մեր Վայքի Ազադեք գյուղում Կաշեմի փառատոն կա, կգնամ երևի, անամբեր սպասեք, շատ լավ միջոցառում է, շատ լավ կազմակերպում է, անցած տարի էլ գնացի, կամ էլ, չգիտեմ, Եղեգնաձորի Եղեգիս գյուղում էլ կա միջոցառում, չեմ կողմնորոշվում որտեղ գնամ, բայց հաստատ միտեղ կգնամ։ Մաքրության պահը ցույց չեմ տա, այն որ ամբողջը տեղին կմաքրեմ ու ճաշեփել է ցույց կտամ։ Մի հատ հավեսով, ջրալի, աղացած ձավարով ճաշ։ Վեր կենամ, ժամանակը ոսկի է, վեր կենամ։ Երկու բան էի գնել խանութից, հացա, այս հացը նոր թխած հաց էր, այսպես տոպրակով դնեմ, որ կանաչ գարուխ եմ գնել, մի հատ ասենց սուր դանակ, այս սղոս դանակները շատ հարմար են, լավ կտրում են և նկատած կլինեք իմ բոլոր դանակները այդ խոհանոցում կտրատելու սրանից են, կարծեմ 380 թե 50 դրամ էր, շատ լավն է, նույնիսկ գարունը ես մանդակի բանջարների սրանից եմ տանում, սա զապաս եմ բերել, այն որ հոգեպահոստ ենք ասում, և կանաչ ոլոր,
Չգիտեմ, մի հատ աղցան կամ ինչ-որ ծվով մի բան կմոգոնեմ կսարքեմ։ Բանջարեղենի խանութը իդեպ փակ էր, մի քիչ հետո կիջնեմ, տեսնեմ բրոկոլի կամ ծաղկակաղամբ, մեկ էլ այն ծիծակ պետք է առնեմ, բերեմ Աշոտի համար սարքեմ, արդեն, այն որ ասում են 7 աշխարհքով խայտառակ արեց ինձ, այսօր էլ առավոտ շուտ էր արթնացել, ժամը 6-ն էր, հետս նույնիսկ կոֆե խմեց, ինձ ճանապարհեց գործի ու ասաց, որտեղից ուզում ես ծիծակ ճարի, բեր սարքի, շատ համով է լինում, եւ հաց։ Եվ այստեղ, մի հատ տենց կալգոտկա է, եւ իհարկե իմ կտրոնը։ Սրանից հետո պարտադիր խանութից պետք է ես կտրոնները պահանջեմ, վերցնեմ, որովհետև լավ փակագծերը չեմ ուզում բացել, անհրաժեշտ է։ Եվ խորհուրդ կտամ սիրելի հետևորդներ, անպայման ձեր կտրոնը վերցրեք, չվստահեք ոչ ոքի, վերցրեք։ Սա ինձ ես վերցնում եմ, նայում եմ ու պետք է որ նայենք։ Այսպես այլ կտրոնի մասին, բայց կտրոնի պատմությունը ցավոք չեմ կարող պատմել։ Այդպես ավելի լավ է լռեմ։ Այ, Լիլիթ, են ինչ լավ գործի ես։ Լիլիթը դասից եկել է, ոնց որ թե շատ սոված է, չէ։ Ինչ ես ուտում, ձուկ, պահածոյացված կիլկի, բայց ոնց ես ուտում։ Լսեցիք, չէ, ասում եմ, որովհետև տունը բան չկա ուտելու, բայց դե ճիշտ պրինցիպի ճիշտ է ասում Լիլիթը, ես տան գործերը նոր վերջացրեցի եւ սոխը մաքրել եմ, այստեղ բիբարն է, փորձում եմ սոխ առած անել։ Ոյ, ես նոր դանակ էի վերցրել։ Այս դանակը չփչացնեք, ամեն մեկը իր հերթին վերցնում է ու փչացնում։ Ու ինչ ճաշ եմ պատրաստում, սիրելի հետևորդներս, պատրաստում եմ աղացած ձավարով ջրալի ճաշ, ինչպես մենք կասենք, ասում ենք շորվա, հիմա կասեն շորվա, ուրիշ լեզվով է, եսի ինչ, բայց դե միշտ էլ տենց ենք լսել, մի խոսքով, յուղ մուղ հանենք, չէ Լիլ, Լիլիթն էլ ուտում է ու ուտում, եթե պիտի տհաճությամբ ուտես մի կեր, կեզ, եթե տհաճությամբ ես ուտում մի կեր, կեզ ոչ մեկ չի պարտադրում Լիլիթ, ալերգիա դուրս կտա վրատ, ալերգիա կլինի դուրս կտա վրատ, ու տենց է, եթե զզվալով ուտում են, տենց է լինում։ Մի հատ տոմատ են արել, տոմատ ես արել, մի քանի ամիս թողում ես, վրան ողոսում է, չէ, որ հանեցիր դրա վիրինը, չես կարող տեսացել, մի րոպե, նորից ասա։ Վերցնենք օրինակ մարինատ է, տամատո ես արել, տամատը։ Տամատ, դա։ Տամատ, դա։ թողել ես մի քանի ամիս, հետո ողոսնել է դրա վրա, չի կարելի, դաժ եթե հանես դրա չի կարելի։ Ով ասեց։ Որովհետև վրան է լինում, ուրեմն արդեն տարածվել է բոլոր դրա մեջինը։
Դա ով է քեզ ասել։ Դասատուն կենսաբանությունից։ Այսպես, ուրեմն սա դնեցինք այստեղ, միացնենք։ Շատ քիչ եմ էփում, շատ քիչ, որ չմնա, չնայած չի մնա, կատուները կուտեն։ Թող սա տապակվի։ Մասուրն է, տեսեք ինչքան է ինքը գույն տվել ու ես նորից եռացնում եմ, մի քիչ շաքարավազ եմ լցրել, արդեն ինքը կդառնա սոկ, հյութ, կդնեմ քսարի, կդնեմ սառնարանը ու կխմենք, շատ համով է, բայց տաք վիճակում էլ ես մի հատ կխմեմ, շաքարավազը լցրեցի, մի հատ այսպես փայտիկով խառնեմ, որ լուծվի, շատ համով է լինելու, որ եռացնում ես, ինքը այդպես փրփռում է, ինչ սուր են այս դանակները, ես փոքր կտորներ անեմ, սա էլ տապակվեց, լոլիկ, սա արդեն եղը, տեսեք ոնց է բարձրանում կափարիչը, սա անջատենք բավական է, հին կարմիր պղպեղս օգտագործեմ, մինչև հինը մի քիչ կծու է, թող ճաշը կծու լինի, այս տարի կծու չի իմ պղպեղը, մի փոքր ջուր, կարող եմ կարտոֆիլն էլ ավելացնել, միշտ չեմ կծում, և ես մի հատ տաք վիճակում վայելեմ ես, թեյը, հյութը, տեսեք, ինչ հավեսին կարմիր գույն է եղել, հաճելի գույն, հաճելի կարմիր, եռած ջուրը լցնեմ, թող եռա և ես այս ընթացքում իմ թեյը խմեմ, վայ չխմողին, ինչ համով է, համեղություն, այս է բնական սոկ, դաշտի բերք ու բարիքներով, ինչ եմ մեկ մտածում, ասում եմ, մի հատ տենց փոքրիկ խանութ ունենա, իմ տենց լոգոյով, նազելի նազ ու վաճառեի իմ հավաքած խոտաբույսերը, բանջարները, մի խոսքով իմ մշակած բանջարեղենը, ինչ որ ես պատրաստում եմ, չու չէ նաև ճաշատեսակները, աղցանները, չրերը, օղիները, գինիները, էլ որն ասեմ, էլ որը սիրելի հետևորդներ ու շատ բաներ, նույնիսկ տենց լավաշ թխելու վարպետ եմ, խմորեղեն, մի խոսքով ամեն ինչ էր, երազանքս էր, դա այն, որ մի փոքրիկ տեղ ունենամ ու վաճառեմ, անցած վլոգում Աշոտն ասում է, մի հատ դեղատուն բացես, լավ կանես, իրոք այդ խոտաբույսերն էլ արդեն ես իմ վրա փորձել եմ, էֆեկտը գիտեմ, ում որ խորհուրդ եմ տվել խմել եմ, նույնպես շատ օգտակար է, այն որ կարելի է, ինչու չէ, ուր գնում ենք, խոսքի եկեղեցի, տարբեր մարզեր գնում ենք, Տաթևի վանքի մի խոսքով, բոլոր տեղերը
կա, դրած վաճառում են խոտաբույսեր, ջերմուկում շատ կա։ Մի խոսքով երազանքս դա է, բայց դե շատ գումարներ, ծախսեր, ու մի բան էլ ասեմ, երազելը շատ դժվար բան է, որ մտքով նստում ես, երազում ես, քեզ թվում է, որ դա շատ հեշտ է, ոչ, ու երազանքին հասնելու համար մարդ պետք է այնքան աշխատի, այնքան չարչարվի, ոչ թե նստի բազմոցին ու երազի, ոյ, սենց կանեմ, նենց կանեմ, հենց այդ պահից, եթե դու ինչ-որ մի երազանք ունես, ինչ-որ մի նպատակ ունես, դու պետք է իրագործես, աշխատես, փոքրից, կամաց, քիչ-քիչ, ու դու կհասնես քո երազանքին, միայն աշխատանքի, կամքի, ուժի շնորհիվ։ Ես իմ օրինակն եմ բերում, սիրելի հետևորդներ, երբ ես իմ համ ճաշ եմ եփում, համ էլ խոսում եմ ձեզ հետ, երբ ես իմ YouTube-յան ալիքը բացեցի, որոշեցի, որ ալիք բացեմ, ոմանց կողմից դա արժանացավ ծաղրանքի։ Խոսակցությունս մի պակիսատ թողեցի ու աղացած ձավարը լվացի, լցնեմ ճաշին, հետո կշարունակենք։ Եվ այս հետաքրքիր խոսքս եկավ, հասավ այն կետին, որ իմ հետևորդներից շատերն են ինձ այդ հարցը տվել, շատ շատերը, հիմա այդ հարցի պատասխանն է կլինի, կտամ, մի հատ մի փոքր էլ աղլցնեմ ու նստեմ հանգիստ խղճով զրուցեմ։ Եվ իհարկե մարզայել եմ լցնում, հետո արդեն ես տնա էլի թարմը կանաչիներ կլցնեմ։ Աղը լցրեցի, մարզա, հետո թարմը կանաչի, պարտադիր թարմը կանաչի, թող եռա ձավարն էլ էլի բաղադրիչներ կա լցնելու։ Ինչ էի խոսում, սիրելի հետևորդներս, մտքից թելը կտրվեց, բայց դա ճաշի բաղադրիչները լցրեցի, ուրեմն ինչ եմ ասում, երազանքի երազելու մասին էր, որ այսպես չպետք է նստենք ու ասենք, ոյ, ելնեք սենց անենք, վայ, մեր երազանքը թող կատարվի, պետք է աշխատել, երազանքին հասնելու համար պետք է աշխատենք, չարչարվենք, ոնց են ասում, քրտնենք, քրտնաջան աշխատենք ու կկատարվի, նպատակասլացություն է պետք մարդուն, նպատակ դնի ու ամեն գնով հասնի դրան։ Ու իմ օրինակն եմ բերում, որ ես, ու այս հարցը շատ եք ինձ տվել, գրել, թե ինչպես ես որոշեցի դառնամ բլոգեր։ Ես իմ առջև նպատակ դրեցի, որ ուզում եմ իմ գործերը, իմ աշխատանքները, մեր այս դարը դաշտը, խոտաբույսերին, ամեն ինչին ծանոթ լինեն մարդիկ, տեսնեն, թե ինչերից ինչեր կարելի է ստեղծել, բույսերի օգտակարությունը, մի խոսքով։ Ես ու իմ ալիքը YouTube-յան բացեցի, նախ ասեմ, որ Աշոտը տանը չէր, Աշոտը բանակում էր գտնվում, չէի ասել նրան, երբ հանկարծ իմացավ ինչ-որ մեկից, բարկացավ վրաս, բա ալիքը ջնջի, փակի, ամոթա, խայտառակ ես, ու ես ասեցի ոչ, ինչ եմ անում, որ ես իմ գործերն եմ ներկայացնում ու սկսեցի վլոգներ նկարել, սկզբում ինձ ցույց չէի տալիս ու խոսում էի դանդաղ, տենց վախվխելով, ամաչելով ու տեսնեմ արդեն դե մեր ազգը ժողովուրդը սկսում է չէ մարդու հալածել, օй գրում էին դինջ, ես էլ գրեցի, որ դա դնջությունը ուրիշ բան է, կամաց խոսելը, ամոթանելը ուրիշ բան է ու արդեն սկսեցին ուշադրություն դարձնել
իմ խոհանոցին, իմ խոհանոցային կաթսաներին, թե այլումինից է, մի խոսքով գրեցին մեկնաբանություններ վատ, ու ես հիասթափվեցի, էլ վլոգ չտեղադրեցի YouTube-յան ալիքում, տես մի տեսակ կոտրվեցի ու Facebook-ում էի տեղադրում, մեկ էլ մի օր ասիլով մի հատ մտնեմ իմ YouTube-յան ալիքը տեսնեմ ինչ կա ու տեսնեմ մի քանի կանայք գրել են ինչու վլոգներ չես գցում, ինչու վլոգներ չես տեղադրում, մենք քեզ ենք սպասում, ախ շատ լավ բաներ ես ցույց տալի, քեզ շատ ենք սիրում ու ես ոգևորվեցի ու սկսեցի աշխատել, նաև զարմացավ Աշոտը, որ տեսավ իմ հետևորդների թիվը օրեցօր աճում է, ոնց որ թե հիմա ամեն օր բաժանորդագրվում են ու զարմացավ Աշոտը ու իմ երեխաները իմ այս աշխատանքը, բլոգերությունը, նկարահանումները շատ են գնահատում ու ասում են դու շատ ուժեղ կին ես, հզոր կամքի տեր, որ նստում ընտանիքով հավաքվում ենք, խոսում եմ, ասում եմ երեխաներ, սենց պետք է անենք, սենց կանենք, սենց անենք, լավ կլինի, այս արդյունքի կհասնենք, ասում եմ հավատում եք, երեխաներս ասում են հա մամա մենք քեզանից ամեն ինչ հավատում ենք, դու շատ ուժեղ ես, բոլորիս մոտ էլ կա, չէ, որ ընտանիքով նստեն, քննարկեն, իրարից խորհուրդ հարցնեն ու խաների այդ հավատքն էլ ինձ ոգևորում է, ինչպես նաև սիրելի հետևորդներ, ձեր գրած մեկնաբանությունները, ձեր սերը, որ ամեն օր մեկնաբանություններով արտահայտում եք, մեկնաբանություններում գրում եք, ասեմ, որ ես էլ ձեզ շատ սիրում եմ, ճիշտ է, իմ հետևորդներից քչերին եմ հանդիպել, բայց ասեմ, որ բոլորիդ էլ շատ սիրում եմ, բոլորիդ, և տեսած, թե չտեսած, շատ սիրում եմ, ու մի բան էլ կխնդրեմ, ես ինձ մոտ տեսնում եմ իմեջով, որ ինձ դիտողները 52%-ը բաժանորդագրված չի, ինձ դիտում են առանց բաժանորդագրվելու ավելի շատ, ուստի կխնդրեմ սիրելի հետևորդներ, օգնեք ինձ, բաժանորդագրվեք, եթե հաճույքով եք նայում, բաժանորդագրվեք, եթե ձևը չգիտեք, ձեր մտերիմներից, թոռնիկներից, երեխաներից հարցրեք, բաժանորդագրվեք ու եթե բաժանորդագրվեք և վերջում էլ մի հատ լավ լայքեք, այսքանը սա էլ իմ բլոգեր դառնալու գաղափարի մասին, բայց ոչ միայն իմ տղան էր դեմ, ոչ միայն իմ ընտանիքի անդամներն էին դեմ, այլև կային մարդիկ, թե աշխատավայրում, թե ինչ շրջապատող մարդկանց մեջ, մի տեսակ հեգնանքով ու ծաղրանքով էին նայում, բայց հիմա երևի թե այդ մարդկանց, ովքեր ծաղրանքով էին նայում, այդ մարդկանց կարծիքը ինձ թվում է փոխվել է նախանձի ու ես ոչ մի տենց բացական վերաբերմունք էլ չեմ արտահայտում, ամեն մարդու կարծիք, ամեն մարդու տենց որոշում իր գործն է, յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը արտահայտվելու, բայց դե չափի մեջ, խոսեցի, չգիտեմ, ինչպես խոսեցի, և մի բան էլ ավելացնեմ, որ ես սիրում եմ մեր բարբառով խոսելը, չմոռանամ, որ ես ծնունդով Արտաշատից եմ, Արտաշատն էլ ունի իր բարբառը, բայց մենք չենք խոսել, ես այս բարբառով խոսելը սովորել եմ Վայքում, մի քիչ խառնում եմ Արտաշատի բարբառին, Վայքի բարբառ, Արտաշատի բարբառ միացնում եմ իրար, մի հատ հետաքրքիր բան է ստացվում ու այդ բարբառի խոսելուց պահով էլ մարդիկ ասում են, այդ ինչ ձև ես խոսում, գրական խոսիր, տգետ, խոսքի անգրագետ, ես գրական խոսել բազմիցս ասել եմ, որ գրական շատ լավ խոսում եմ, կրթությամբ մանկավարժ եմ, շատ եմ սիրում բարբառով խոսելը և որ ուզում եմ խոսամ,
մտածում եմ, կաշկանդվում եմ, բայց շատ սիրում եմ, որ պարզ հավեսին խոսում ես բարբառով եւ չմոռանանք, որ բարբառները հայերենի գանձերն են։ Այդպես ճաշս տենոս երոս, թե չէ։ Խոսեցի եւ ճաշն էլ, շորվան էլ քրթքրթալ են երում, հա։ Ճաշատեսակներն էլ պարտադիր չէ, որ մարդ կրկնօրինակի մեկի ճաշ պատրաստելու ձևը։ Օրինակ շատ հաճախ ես այս ճաշատեսակի մեջ մի փոքր թթու կաղամբ եմ կտրատում ու հիմա այսօր կկտրատեմ։ Եթե հիշում եք, ես թթուներ եմ դրել, ահա, ու պահել էի սառնարանում։ Սա սոխի կաղամբով տենց թթուն է եւ սա էլ այն մյուս թթուն է։ Երկու տեսակի թթու եմ դրել։ Հիմա սոխի թթուն ինչ դրել եմ, չենք հանել, չենք կերել, այն որ ինքը նստել է, չիմանաք թե վրայից վերցածը։ Օ, Ովեսին թթու է, մի հատ նայեք։ Բանություններում ես կարդացել եմ, որ գրել եք նաշ ջան, մենք էլ ենք սոխի թթու պատրաստում, կամ տատիկս էլ էր պատրաստում։ Այո, շատ լավն է լինում։ Հոպլա։ Մի հատ նայեք, ինչ թթու է։ Ոսում շոտ համով, դեր ոնց որ թե չի էլ թթվե։ Ահա, հանեցի, հանել, ճաշի հետ կուտենք։ Այս մի թթուն ավելի կարմիր է, իսկ սա ոչ, սրանից կերել ենք, կիսաթթվել վիճակում, ասեմ, որ մենք սիրում ենք կիսաթթվել վիճակում։ Սա էլ մի քիչ բաց։ Շատ փոքր կտոր, մի երկու կտոր, հա։ Հիմա կասեք, այս կաղամբը գցեցիր, քրճիկ կլինի, ոչ, համով է շատ լինում, դուք էլ փորձեք, մի վախեցեք համեր ձևեր ստեղծելուց, շատ լավ է լինում, քրճիկ չի, ուղղակի տենց արել ենք, դուրներս էլ եկել է, փոքրիկ կտորներ և այսքանը բավական է և իշքան խրխրթան է և այս անգամ սիրելի հետևորդներ թթու շլոր չեմ լցնում, թթու շլորի փոխարեն ես այս կիսաթթվել կաղամբն եմ լցնում։ Ես էլ անհամբեր եմ սոխը փորձեմ։ Ընտիր այս սոխը, եթե սենց մեր լեզվով ասած գյալոշ սոխ չունեք, այդ փոքր սոխերը առեք, մաքրեք, թելով ուլունքի պես շարեք, կապեք ու գցեք ձեր ձմեռային թթվի մեջ, կաղամբի, կապում ենք ինչու համար, որ չկորի թթվի մեջ, շատ համով է լինում, չեք փոշմանի, պատրաստեք ու կասեք Նազո ջան, էս ինչ լավն էր սոխի թթուն։ Ճաշը եփելու արդյունքում ինչ ավելացավ, իհարկե լիքը ամաններ, դրանք կլվանամ, բայց ես մի գործել ունեմ, այստեղ մի երկու բիբար ունեմ,
կծու են, կարմիր են, ծիծակ են, գոնե սրանք սարքեմ։ Հիմա զանգեմ բանջարեղենի խանութ, տեսնեմ ծիծակ կա, իջնեմ, վերեմ, սարքեմ, աշոտիս, որ ամեն օր չգա, ասի, եթե չլինի, սա եմ սարքում։ Ահա, այս ջրալի ճաշը քրքրթալ են եղունա։ Եվ վերջում էլ կանաչի, համեմա, պետրուշկա, մի փոքր էլ սամիտ։ Եվ չգիտեմ, ինչ անվանում կարելի է տալ, բայց ասեմ, որ համեղ ճաշը, զավարով ճաշ, ում մենք սիրում ենք, որ այս ճաշը թանձր լինի, տենց շատ ջրալի չլինի։ Եվ մի հատ լավ ասացված կա, որ ասում են գինով, և ես կավելացնեմ թթվով, գինով, թթվով կուտվի։ Ինչու եմ ասում գինով, որովհետև հիշում եք խաղողի մաճառը չէ սարքել, գնում ենք դրա հետևից։ Ահա, դե որ ասում եմ գնում ենք դրա հետևից, ահա, դե տեսեք։ Ես իհարկե պետք է ձեռնոց հագնեմ այս վրայի այդ խաղողի այդ ավելցուկները վերցնեմ։ Արդեն մի քանի օր է անցել, խառնել ենք ու հիմա էլ չեմ խառնում, սենց զգուշությամբ, այսպես։ Ինքը որդոգույն գինի է լինելու, շատ լավ գինի։ Ձնա գնդիկ, խաղողը գնդիկ։ Ոյ։ Գինու գործարանն է մեր տունը, օղու և գինու գործարան։ Պայման պետք է ճզմենք, տեսնում եք, չէ ինչքան ա թափվում։ Ասեմ, որ սա էլ ես չեմ գցելու, լցնելու եմ, թողնելու եմ դույլով, սա ջեջ եմ գցում, կխառնեմ այդ ջեջը, ինչի գանձը գնա կորչի հողի տակին։ Գինու փառատոնին ես էլ պետք է գնայի, իմ գինին վերցնեի ու գնամ։ Դժվար աշխատանքներ, բայց դե նազոն սիրով ա կատարում։ Բայց մի բան ասեմ, որ գինին ավելի լավ է, տենց ապակի ամանի մեջ գինի պատրաստել, բայց տենց էլ վատ չի, չկա ապակի աման։ Զգուշ վերցնեմ։ Հիմա գինի չի սա, սիրելի հետևորդներ, սա մաճառ է, մաճառ առանց պատճառի։ Մամերա ձեռքերս լվոնա։ Ինձ օգնության է գալիս հաջորդ դույլը, այս ձեր ու այս մավով հիմա պետք է քամեմ։
կարգալի երևի չտեղավորվի այստեղ 10 տապակ պետք է կամ որ արդյունքում զուլալ գինի ու մաճակ լինի Եվ կարող է մինչև մինչև պատկեպալում հերիքեց դրամար եմ բարձացրել, որ տեղափոխեմ ուրիշ աման չգերեմ, ամանը դնեմ կրնի կթավի սա էլ արդեն կորիզներն են վերջին կաթիլն էլ վերցնում եմ Բացի եկա, քանի որ էսից է, հա, կքանվի, հա, չի ընկնի, բան, սենց պահենք, և մի հատ էլ մարլայով, քանզիվով ենք քանում, մոտիկից բերեմ ցույց տամ, տեսնեք, այստեղ ես սա վերցնում եմ ու ահա ինչ հաճելի գույն, վարդագույն գինի ինքը պետք է խորվի, զուլալ Ջան Մաճար սիրողներ կան, թող համենան Նազելի նազի խոհանոց Են որ իզուր չէի ասում չէ, մի հատ խանութ ունենամ փոքրիկ անկյուն ու իմ պատրաստած բոլոր բաները վաճառեմ Այստեղ և օգնության պետք է գա ձեռքս, որովհետև արդեն Մարլայի անցքերը խտացան, խատվեցին, այսպես որ կարող ենք իրար տալ Կլկլալեն, գլգլալեն, զնգզնգալեն, մաճարը լցվում է Հիմա դերերը փոխվեց, տեղերը փոխվեց Մի հատ էլ եմ էլի քամում ու կպահեմ են փոքր արդեն դույլի մեջ Տեսեք այս անգամ ավելի հեշտ է ինքը գնում Դժվարությամբ չի գնում Իհարկե դե ես հմուտ գինեգործ չեմ Գինեգործության համար շատ տենց տեխնոլոգիաներ, պարագաներ կան որ դանդաղ ինքն իրան կարող է զտվել Սա տնական պայմաններում պատրաստած գինի է, մաճար է Ես հմուտ գինեգործ չեմ, բայց ասեմ, որ վատ համեր որակներ չեմ ստանում Իջավ Վերջին կաթիլն էլ քամենք Սա այսպես ստեղից ես Աման էլ չի գնա, հաստատ չի գնա, ասեք ինչու Որովհետև ինքը տեղ չունի գնալու Սա էլ 5 լիտր ասա 5 լիտր Քամեցի տենց ես գինին
տեսակ, բայց մի բան վատ եղավ, միկրոֆոնով չէր նկարահանվել, բայց Աստծուն փառք գոնե ձայնս պահպանվել է, ընդհանրապես որ ձայն չլիներ, ես կտխրեի, բայց ոչինչ, մի թեթև կա, արդեն պարզա ու եկա այս կամոց մոտ ճորի մոտ, մի հատ հովեսին, մի հատ համեղ, էլ ինչ գինեգործ, որ սկզբից ինքը չփորձի իրա պատրաստած մաճառը, իհարկե սա դեռ գինիչի մաճառ է, որը չունի պատճառ և խմելու համար պատճառներ էլ պետք չեն, ես այս փոքրիկ բաժակով, բայց մեծ սրտով խմում եմ իմ հետևորդների կենացը, բոլորի կենացը, ովքեր ինձ դիտում են, անկախ նրանից չեն դիտում, կամ լավ մեկնաբանություններ են գրում, անկախ նրանից, թե վատ մեկնաբանություններ են գրում, ես խմում եմ բոլորի կենացը, գոհ եմ, որ դուք կաք, իմ էջում եք, դարձել ենք մեկ ընտանիք, ամենուրեք դիտում եք և ուրախանում եք իմ ստեղծածով, իմ գործերով, խմում եմ ձեր բոլորիդ կենացը և մի բան կասեմ, առողջ եղեք։ Այս ինչ համով է, մարդու չասեք։ Թող ոչ ոք չիմանա այս մաճառի տեղը։ Յուրահատուկ համ ունի, սենց համինքը կծվծում է, ոնց որ գազավորված լինի, համն է յուրահատուկ, համ սենց մի տեսակ քաղցր է, համ էլ գինու տենց են հարբեցնող բույրը ունի։ Սա ես դնում եմ սառնարանում։ Ու ասում եմ լավ եղեք, բաժանորդագրվեք, անպայման բաժանորդագրվեք ու լայքեք, սպասում եմ ձեր լայքերին ու բաժանորդագրվելուն, իմ մոտ ամեն ինչ երևում է, դե բարի գիշեր, սիրելի հետևորդներս, լավ եղեք։